Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ԱՊՀ կարևորագույն ոլորտային մարմիններից է, որն առանցքային դեր ունի իրավակարգի ապահովման ոլորտում, անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, համատեղ գործողությունների համադրման եւ առաջնահերթ ուղղությունների ձևավորման գործում, հայտարարեց փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը միջպետական խորհրդի հոբելյանական 10-րդ նիստի բացմանը։ 7-ամյա դադարից հետո նիստն անցկացվեց Հայաստանում։ Կոռուպցիան եւ միջազգային հանցագործությունը լուրջ մարտահրավերներ են ազգային եւ միջազգային անվտանգության համար։ Հատկապես ձեզ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին լավ հայտնի է, որ հակազդեցությունը պահանջում է համակարգված մոտեցում։ Հայաստանը ստանձնելով խորհրդի նախագահությունը արժանապատվորեն կշարունակի հակակոռուպցիոն գործընկերության ամրապնդման ուղին, կապահովի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական իրականացումը եւ նշանակալի ներդրում կունենա համատեղ նախաձեռնություններում։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մեր երկրում գործարկված վերականգնված միջոցների միասնական հաշվին այսօր արդեն մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործուն քայլերը ցուցանիշներով ներկայացրեց գլխավոր դատախազը։ Աննա Վարդապետյանը անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ստացված ապօրինի եկամուտների օրինականացման գործերին։ Նշեց, որ դրանցով արդյունավետ քննությունը վճռորոշ դեր է խաղում հանցավոր սխեմաները բացահայտելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։ Վերջին 3 տարում ապօրինի ակտիվների բռնագրավման լիազորությունների կիրառումից հետո կնքվել է 9 հաշտության պայմանագիր, որոնցով պետությանը վերադարձվել են 13.5 միլիոն դոլարին համարժեք ակտիվներ։ Պետական ու համայնքային շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում նույն ժամանակահատվածում վերադարձվել են 30.6 միլիոն դոլարին համարժեք ակտիվներ։ Վերջին տարիներին բազմաթիվ քրեական գործերով Հայաստանի իրավասու մարմինների անցկացրած համապարփակ ու հետևողական ֆինանսական հետաքննությունների, ինչպես նաև նախնական քննության ընթացքում ստացված տվյալների, այդ թվում միջազգային իրավական համագործակցության միջոցով ստացված փաստական տվյալների համեմատության ու վերլուծության արդյունքում բացահայտվել են բարձրաստիճան պաշտոնյաների կատարած կոռուպցիայի եւ հատկապես մեծ մասշտաբով փողերի լվացման մի շարք դեպքեր։ Դատախազը օրինակով ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից քննվող քրեական գործով ձեռք են բերվել փաստական ապացույցներ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը միջնորդների միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։ Այն հնարավոր է եղել բացահայտել արտերկրի գործընկերների արդյունավետ համագործակցության եւ օգնության շնորհիվ, ընդգծեց Վարդապետյանը։ Տաջիկստանի պետական ֆինանսական վերահսկողության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահը ներկայացրեց խորհրդի վերջին 1 տարվա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները։ Ուզբեկստանը միացել է կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրին, եւ Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը նշանակվել է որպես այդ համաձայնագրի իրականացման իրավասու մարմին։ Բելարուսը գիտակցում է իր դերը որպես կոռուպցիայից եւ այլ չարաշահումներից զերծ արդար հասարակություն կառուցելուն ուղղված գլոբալ եւ տարածաշրջանային ջանքերի մասնակից։ Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Բելարուսին հաջողվել է կանխել լայն տարածում ունեցող կոռուպցիան։ Նիստի արդյունքներով կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Տեղի ունեցավ նաև պարգևների հանձնման արարողություն։ Գլխավոր դատախազն արժանացավ կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդին մատուցած ծառայությունների համար եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի 10-րդ նիստ հոբելյանական մեդալների։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։